Բարի երեկո, սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, գողջունենք ձեզ դարձյալ Մեդիդանն Գիլիգիո Կաթողիկոսության քրիստոնեական դաստիարակության բաժանմունքին կողմէ գազմագերբված հավատք եւ կյանք հայտակիրով համագործակցությամբ Վանացայինի հայկական ռադիոգայանին։ Այսօր Վանացայինի ստուդիոյեն ներս ուրախությամբ կհյուրընկալենք Մեդիդանն Գիլիգիո Կաթողիկոսության երիտասարդ միապաններեն եւ միաժամանակ դերեկատվական բաժանմունքի պատասխանատուներեն, ինչպես նաեւ Հեհոմի հոգեվոր խորհրդատու հոգեշնոր դեր Ավետիք Վարդապետ դեր Գարաբեդյանը, որ պիտի խոսի արդարությունը Աստվածաշունչի բրիսմագեն դիտված խորակրով։ Աստված օգնական եւ բարի երեկո եղբայր։ Աստված օգնական եւ բարի երեկո։ Անմիջապես սկսելով Օրվան նյութին, որովհետև վստահ եմ, որ Օրվան նյութը ոչ միայն մեր ունգընտիրները եւ ագընտիրները պիտի հետաքրքրե, հատկապես վստահ եմ մեր երիտասարդուհիները պիտի հետաքրքրե, որովհետև արդեն նյութը ինքը արդարության մասին, արդարությունը հատկապես հոգեվոր դիտանկյունեն դիտած եւ Աստվածաշունչի բրիսմագեն դիտված կհետաքրքրե բոլորս եւ հատկապես հայ երիտասարդը։ Ինչ է արդարությունը Աստվածաշունչի բրիսմագեն դիտված։ Ուրեմն ինչպես ասիկ Հայր Ստեփանոս, որ գտնան եւ դասարներուն համար հետաքրքրական նյութ տվել, որովհետեւ մեր ամենօրյա կյանքին հետ առնչված նյութն է արդարությունը եւ առաջին հարցումը, որ մեր մտքի մեջ գերնակալ հետեւյալն է. արդարություն կա այս աշխարհին վրա։ Եթե իրադես պիտի ըլլանք, պիտի ասենք ոչ։ Իսկ եթե ինքնախապեյությամբ պիտի ապրենք, պիտի ասենք այո։ Բայց եկեք իրադես ըլլանք, որ գադավյալ արդարություն չկա այս աշխարհին վրա եւ անոր համար ուզեցի շեշտել Աստվածաշունչի դիտանկյունեն դիտված արդարությունը։ Լավ, դա պետությունը ինչ է։ Եկեք միասնապար տեսնենք եւ տեսնենք, որ ինչպես պիտի նայենք եւ պետք է նայենք արդարության։ Արդարությունը Աստվածաշունչին դիտանկյունեն դիտված անպայման իրավական արդարացությունը չէ, ինչ որ այս աշխարհի մեջ կսպասենք։ Այս աշխարհի մեջ մենք կսպասենք արդարություն, բայց Աստվածաշունչի արդարությունը երբեք այդպես չէ։ Այսինքն ինչ որ մարդ հավաքության մեջ գա, կամ ինչ որ մարդ հավաքութենեն գագնգալվի, Աստվածաշունչի արդարությունը այդպես չէ։ Աստված մարդ հավաքությունը կփոխվի մարդ հավաքութենեն։ Ավելին, բացատրենք Աստվածաշունչի մեջ արդարություն չի նշանակեր կյանքի անարդարությունը եւ արդարությունը ինչպես ասենք, բայց ինչ է ուրեմն, այլ Աստծո գամքին համաձայն գարկ կանոն, Աստծո գամքին համաձայն ապրել, Աստծո սպասած արդարությունը ապրել։ Ուրեմն հիմա գուկանք օրագը նեղծնելու։ Ինչ է Հիսուսին հասկացողությամբ արդարությունը։ Եթե Եվգիվը ունի օրենքներ եւ ինչպես ամեն մեկ Եվգիվ ունի իր օրենքը, եւ քաղաքացին եթե այդ օրենքը չբահե, գտնա բադիժ ստանալ։ Իսկ եթե այդ օրենքին թեմ ելելով օրինագամար սպանություն գադավե, մեծ հանցագործություն գադավե, կփանդարգվի։ Հիսուսի բավականին այդպես չէ, օրենքները միայն բահել չէ, այլ մարդուն կյանքն է։ Եվ քաղաքի մեջ երկրի մեջ տուն բարդավոր ես ամեն օրենքները բահելու։ Նաև Աստծո պատվիրանները բահելու։ Բայց տուն Հիսուսին հասկացողությամբ Աստվածաշունչի դիտանկյունեն դիտված Հիսուս ավելի կարևորություն կուտա քու կյանքիդ, ավելագերբիդ, վավելագերբիդ եւ հոնե որ գսկսենք արդարությունը հասկանալ։ Եվ հիմա ավելի նեղծնելով օրագը գուկանք Հիսուսին խոսքը հնչեցնելու։ Երանի անոնց, որոնք գահալացվին արդարության համար, որովհետև անոնց է երկինքի արքայությունը, ուր գգարտանք Երանիներու շարքի մեջ 5-րդ գլուխ 10-րդ համարի մեջ։ Երանի անոնց, որոնք գահալացվին արդարության համար։ Ինչու Հիսուս Երանի գուդա անոնց համար, որոնք պիտի հալածվին։ Նախ
հասկանալու համար պետք է հասկանանք թե ինչ կնշանակի Երևանի։ Երևանի երբ հայերենով աշատն է, եթե հայերենի պիտի թարգմանենք, հավաչընթացն է։ Եվ հավաչընթաց կնշանակի դեր քայլ չարցանակվել, այլ քալել, շարունակել, զարգանալ։ Այդ հավաչընթացն է։ Եվ ով որ արդարության համար գահալածվի, Հիսուսին հետևորդ ըլլալուն համար գահալածվի, կնշանակի, որ ինք և ինքի արքայության պիտի արժանանա։ Եվ այս աշատը Երևանին բացատրելու համար, որովհետեւ ավելի ծույն ըլլա հասկանալը, դամ Առաջին Երևանին։ Երևանի հոգիով աղքատներուն, որովհետև անոնց է գինք արկայությունը։ Առաջին Երևանին ալ արկայության գակնավգե, հոսալ արկայության գակնավգե։ Ուրեմն պետք է հոգիով աղքատ ըլլամ։ Ինչու Հիսուս Երևանի գուտա հոգիով աղքատնում։ Մենք ընդհանրապես մեր խոսակցության մեջ կսենք, որ պետք է հոգիով հարուստ ըլլանք։ Մինչ Հիսուս հակառակը գսե։ Ինչ է այս նրբությունը։ Հավաչընթացն է։ Երևանի քեզի եթե գանտաթարնաս, որ դագավին հոգիով աղքատես։ Այսինքն, եթե տուն օրական 1 գլուխ աստվածաշունչ կգարտաս, 5-10 սվական գաղութես, գամ ամեն գեղագե գեղեցիկ երտաս, պիտի չկոհանաս, պիտի չսես ես այս կանը գնեմ եւ վերջ ուրիշ ընելիք չունիմ, գամ ավելի աղոթելու պետք չունիմ, գամ ես դունեն գաղոթեմ եկեղեցի տալու պետք չունիմ, ոչ, հավաչընթաց, պիտի զարգացնես այդ աղոթական կյանքդ, պիտի զարգացնես հոգևոր կյանքդ, ինչպես գիտենք այս դավի վեապար հայրաբեդը հրճակած է հոգևոր կյանքի վերանորոգման դավի, պիտի վերանորոգես այդ հոգևոր կյանքդ, հավաչընթացն է, դեռ կայլ պիտի չարցանակվես եւ Երևանի քեզի Հիսուս կսե զավագս։ Եթե այս կան ինձի հետ մդեմության մեջ ես եւ դագավին գանտատանաս, որ ինձի դագավին պետք ունիս։ Երևանի եթե արդարության համար գահալածվիս եւ գանտաթարնաս, որ այդ արդարությունը Հիսուսի արդարությունն է, այդ արդարությունը Աստծո գամքն է, եթե Աստծո գամքը գադավելուց համար գահալածվիս, Երևանի քեզի կնշանակի ճիշտ ճամփու մեջ ես։ Եթե երկինքի արքայություն մտնելու համար գահալածվիս, Աստծո խոսքը դավաձելու համար գահալածվիս, Աստծո կարոզությունը գադավելուց համար գահալածվիս, Երևանի քեզի, որովհետև ճիշտ ճամփու մեջ ես, ուղիղ ճամփու մեջ ես, դեպի Աստված դանող ճամփու մեջ ես, թարց Աստված։ Եվ Հիսուս ասով համար Երևանի գուտա, եւ եթե մենք Աստծո գամքը գադավելու համար եթե գահալածվենք, արքայության պիտի արժանանանք, ինչ որ բարձրակույնն է։ Աստծո գամքը եթե գադավես, բնականաբար պիտի հալածվիս։ Բարձ է վստակ, այս մեկը հալածախտի հիվանդութեն է դավաբելու արդյունք չէ, այլ կյանքի իրականություն է։ Ուզենք թե ոչ։ Եթե տուն Աստծո հետևող ես, պիտի հալածվիս։ Սև հոս խնդիր մը գա, հիմա կանի որ նույնին սկսպեսինք, որ գերնան եւ դասարտներուն այս նույնը հետաքրքրել, անամար հիմա քիչ մը եւ դասարտներուն կովի երթանք։ Ես ամեն գիվագի գաղոթեմ, եկեղեցի գերտամ, ամեն օր գաղոթեմ, աստվածաշունչ կգարտամ, փավիկ կնեմ, այս կնեմ, այդ կնեմ, եւ կյանքսալ այդքան օրտնված չեմ զգալ։ Գամ դժբախտություններ կան։ Եդեվի նեղություն, երբեմն մեկ օրվա մեջ 4-5 նեղություն եդեվի եւ գսես որ այլևս իմ ուսերս չեն շալգեր։ Ես Աստծո հետ այսքան մոտ եմ, ով է արդարությունը։ Ով է Աստծո արդարությունը։ Աստված չի տեսներ անտին մեգումը հոգը չէ, ոչ եկեղեցին, ոչ աղոթական կյանքը, ոչ այս, ոչ այդ, բավիկ չի կործել, չավիկ կկործել, թավ գլավ է, այս կնե, այդ կնե, գպամպասե, բայց հանգիստ է ուրախ է։ Հիմա չեմ ուզել շատ խորհրդալ, ուգե գիտենք, որ հանգիստ է, ուգե գիտենք, որ չի դավաբեր, գնալալ ինք այդպես կցևանա, այդպես չմոտենանք, քանի որ Աստվածաշունչին բերիս մագենտիտված ասածենք։ Եթե Աստվածաշունչին դիտանգունեմ պիտի նայենք, Հիսուս երբեք չսեր, որ եթե ինձի հետևիս, տուն հանգիստ կյանք պիտի արվիս։ Հիսուս երբեք այսպիսի խոստումը չի տար։ Եթե Հիսուս այսպիսի խոստումը կտար, իրավունք ունեի։ Արդար է ասածդ։ Բայց Հիսուս ինչ կսե։ Եթե բանանք Մատթեոսի ավետարանի 24-րդ գլուխը 6-13 համարները գարտանք, հիմա այստեղ ամփոփեմ, հոն Հիսուս շատ գեղեցիկ կերպով կներկայացնե
մադահելիքները գեղեցիկ կերպով գսեն ներկայացվածը գեղեցիկ չէ բայց մեզի կներկայացնե իրականությունը Բիդելսեք բադևազնեու ցայներ Եգվաշար սով համաճարակ ասկեւ թեմ բիդելեն Տակավորություններուն թեմ Ձնողներ զավակներուն թեմ Զավակներ ձնողներուն թեմ Այսօր գտեսնենք այդ բոլորը Գտեսնենք թե ինչպես ընտանիքներու բաժանում գա Կանտում գա Եվ միշտ ու միշտ սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ բաժանումը չավեն գուկա Շատ բարի Եթե ունիք ասելիք շարունակելիք ունիք ներսեք Բաժանումը չավեն գուկա Չավը ինքը կբաժնե Եվ Աստված երբեք չի բաժներ Հիսուս Քրիստոս մեզի սկիզբեն կբادرաստե ասելով բոլոր այս օրերեն պիտի անցնիք այս հալածանքները պիտի տեսնեք բայց գսեմ որ երկու բան կգործածե գուզեմ անդադարնալ սկիզբն է երկրանց նագավին սկիզբն այդ բոլորին երկրորդ եւ ամենեն կարևորը ով մինչեւ վերջամփերը անիգա պիտի փրկվի Աստված մեզի այդ համբերության ուժը տված է սիրելի ունգընտիրներ, ագընտիրներ, սիրելի երդասարտներ ու երդասարտուհիներ մանավանդ Որքան դժվարություն ունի սեթե նույնիսկ մեկ օրվա մեջ 4-5 անգամ անարդարություն գավիս Չաղոտողը եկեղեցի չկացողը քեզ մե ավելի հանգիստ կյանք կավի Քու գետոնացումդ այս ժամանակավոր կյանքին վրան պիտի չլա քու գետոնացումդ Հիսուսին Եվանի դվածի մեջ պիտի լա որ արկայությունն է Հավիդենական կյանքն է, ճշմարիտ կյանքն է, առավել կյանքն է։ Հիսուս սկիզբեն կբادرաստե, որ բոլոր այս դժվարություններն, նեղություններն պիտի անցնես կգրտնեմ դիտմամբ, որովհետեւ հստականա մեզի համար։ Կանտակակորձվի մեր մտքերում մեջ, կանտակվի մեր մտքերում մեջ։ Պիտի լսենք այս բոլորի մասին, պիտի ապրենք այլ խոսքով այս բոլորը, բայց Այդ բոլորը մեզի թևի արկայություն գավաչնորդեն և գուզեմ վերջապես համոզվինք, որ որքան դժվարություն, նեղություն, ցավ, վիշտ, ամեն ինչ հագավակ կերտա մեր պայրով ըլլան, Աստված նույնքան մեզի ուժ տված է, Աստված նույնքան մեզի հույս տված է ավելի լավ օրեր դիմավորելու, Աստված մեզի նույնքան հավատք և վստահություն տված է ունենալու իրեն հանդեպ, եթե Աստված իմ կողմս է, Ով գվնա ինձի հագարակ ըլլալ Եթե Աստված կու գողքիտ ունիս և հետդ ունիս Կեզի մեկը չի գրնա հագարակ ըլլալ Բազաբես սերգինքը արկայությունը գավժանանաս Որն համար Հիսուս կեզի Եվանի դված է Շատ բարի, քիչ առաջ գուզեի ընդմիջել հայսուր Ասելու համար որ Ինչու Հիսուս երանի գուդա Գուզե որ հալածվինք Հիսուս բազաբես ճուզև որ հալածվինք Ամեն մարդու ավակելությունը չա ասկանքի մեջ հալածվիլը Աստուծո իմաստությունը գադավելով մենք Եվանելի գտանանք Քիչ առաջ ասի որ Եվանի կնշանակե հավաչընթաց Այդ հավոնն է, աշատն է որ քիչ առաջ ասի Բայց Եվանին որ գուդա Հիսուս իմաստությունը գուկա որ մե իմաստությունը գուկա Աստծոն է Եվ մենք Աստուծո իմաստության պետք է արվենք Եվ որ գյանքի մեջ դժվարություններ, նեղություններ ունենք, եւ որ գյանքի մեջ անարդարություն ունենք, իմ այս բանին վան գետնանանք, քանի որ այդ է նույնը։ Այո։ Անարդարություն ունենք մեր գյանքի մեջ, իմաստությամբ պետք է վերաբերենք անոր հետ։ Աստված մեզի ստեղծած է իր պատկերով ու նմանությամբ։ Եվ որ իր պատկերով ու նմանությունը ունենք, եւ Հիսուսն է այդ պատկերով նմանությունը, եւ Հովանու Ավետարանի առաջին գլուխ առաջին համարը գսկսի աշխարհի ստեղծագործությունն Աբաչ գոյություն ունե բանը Աստծո հետ է եւ բանը Աստված է, բանը որ լոգոսն է, միտքն է, մտածումն է, այդ իմաստությունը մենք ունենք Աստծո իմաստությունը։ Ուրեմն իմաստությունը Աստծուց մեկ ուքա։ Եվ Աստծուց եկած այդ իմաստությունը պետք է մենք մեր կյանքի մեջ իրականություն դարձնենք։ Եվ ոչ թե մեր ջանցած իմաստությունը, մեր հասկացողությամբ իմաստությունը Աստծո ստիպենք որ ինքը այդպես կալեցնե, այդպես չէ, այլ Աստծո իմաստությամբ պետք է ապինք և հոն է որ մենք այդ Եվանելին գտանանք Արտավության հետևողները գվնան հասկնալ Աստծո իմաստությունը գսե Մատթեոսի Ավետարանի 11 գլխուն 19 համարը
Երկու բավերուն կանտեպինք արդարության հետևողները եւ ինչ է այդ արդարությունը ով է արդարը հիմա ավելի կբարձրամ մեզի համար եւ կգործեմ որ օրակը ավելի ներծավ այս կյանքի մեջ ով է արդարը տող մեկը ցույց տա ուզենք կամ ոչ մենք բոլորս մարդ ենք ինչ ուզենք ըլլանք պատասխանատու բաշոնի վրա կամ ըլլանք բաս անձնավորությունը ըլլանք հոգեվորական ըլլանք աշխարհական բոլորս ամեն բանը առաջ մարդ ենք հավասարապես եւ չենք կնար բոլորս գադավյալ արդարը լալ բայց ով է գադավյալ արդարը Աստված է ինքը միակն է որ գադավյալ արդարն է մարդոց մե գադավյալ արդարություն չսպասենք եթե այդպիսի սպասում ունենք մենք ուսախապ կլանք այսքան իվադես այսքան անգերց ուրեմն եթե արդարը Աստված է ուրեմն արդարության հետևողները այլ խոսքով Աստծո հետևողները կգնան հասկանալ միայն անոր իմաստությունը Եվանից էզի եթե գտնակ արդարին հետևիլ եւ իր իմաստությամբ առաջնորդվել այս կյանքի մեջ առնել արդարին իմաստությունը եւ գինքեն փեվել թեպի եւ գիվ այս երկրի մեջ գտնվող անարդար կյանքի մեջ այդ երկինքեն եկող իմաստությամբ առվել գտեսնես որ տուն գտնաս թիմակավել ամեն բան որովհետեւ ուժը զորությունը աստծուց մեգանես բավարիչս է սամոսակիրն է ինքն է ամրոցս ինքն է բահաբանս ինքն է վահանս այս կյանքի մեջ ապեցավ սամոսակիրը դեսավ ելևեջներ կտեսնենք սամոսի մեջ դեմը աստծո թեմը դեմը կփարգանա դեմը կհանգստանա դեմը աստծո փակ կուտա եւ մենք իբր մարդիկ բոլոր այդ աբումներ ունենք սամոսակիրին մեզ ում աստծո թեմ կդնչանք ում աստծո փակ կուտանք բայց կու ուրախ թե դուխուր արդար թե անարդար եւ չանիկ թե ցավոտ ովևուտ աստծո փակտուր աստծո իմաստուն խնդրե որ եւ չանիկ ովևուտ իրեն չմովնաս իսկ նեղության ովևուտ գավենաս իմով առաջնորդվել այնադեն գտնաս Եվանելի դառնալ այնադեն գտնաս աստծո իմաստությամբ ավել ասկյանքի մեջ շատ բարի այսօր երկրորդ հարցումը ըսիկ թե արդարությունը աստվածաշունչի բրիսմագեն դիտված աստուծո գամքն է ինչ է աստուծո գամքը կրնակ ավելի մանրամասնել ավելի հստակ դարձնելու համար Սիրելի մեզի հետևողներ Հիսուս ինչու աշխարհ եկավ ինչ է իր մարտեղացման նպատակը մեկ բան մարդուն փրկությունը Չոս հայր դավի լեվության շրջան գսվի չխոսեցան մարգարեներ եւ այդ լեվելյան լեվության շրջանն է եւ Հիսուս եկավ աշխարհ այս անգամ Աստված ոչ մարգարեներ ոչ տատավորներ ոչ տակավորներ ռևգեց նույն ինքն իր միածին որդին եւ ինչ է այդ աշխարհ կալու նպատակը եւ գինքեն եւ գիվ խոնավեցավ նպատակի համար աննպատակ բան չկա Բաց անգե որ բիդի ասեր Աստված քեզի հետ խնդիր եւ հարց չունի սիրելի զավակս Տուն իբր մարդ Աստծո հետ խնդիր եւ հարցեր ունիս Երկրորդ Ցույց տալու համար Աստծո սերը Ցույց տալու համար Աստծո ով լալը Մենք Հիսուսին ջամփով եւ ոնո գդագան բանանք եւ Հիսուսին ցանկը դիտենք կջանշանք Աստված Ոմանք կարծեն են ով է Աստված, ինչպիսին է Աստված բաց նոր գդագավանը, դες Հիսուսին ցանկը գարտա ընտերցը գտնես ով է Աստված Բայց այս բոլորին հիմնապատճառը կա Ինչու Հիսուս աշխարհ եկավ մեկ պատճառով մարդուն փրկության համար Այս է մարտեղացման հիմնական նպատակը Եվ Առաջին Դիմոթեոսի 2:4 համարի մեջ Բոս ավակյալ գկրե Աստված գուզե որ բոլոր մարդիկը փրկվին եւ հասնին ճշմարտության ճանաչումին Եվ ինչ է Աստծո գամքը եկեք մանրամասնենք Հիսուսին խոսքով գուզեմ շեշտել Մատթեոսի ավետարանի 5:27 համարը ասելով
Եթե օրենքի ուսուցիչներուն եւ պարիսեցիներուն ավելի արտավություն չունենաք, չցուցաբերեք, պիտի չմտնեք երկին քաղաքայությունը։ Եվ հիմա պիտի տեսնենք, որ հայ Ստեփանոս ծեր հարցումին համաձայն, թե ինչը Աստծո գամքը, բայց քանի որ նույնը արտավությունն է եւ Աստծո գամքը գուզեմ միասին գաբել, ինչ է այս օրենքի ուսուցիչներուն եւ պարիսեցիներուն գդաված արտավությունը եւ Հիսուս կակնագե, որ անգե ավելի պետք է մենք ունենանք, որովհետեւ արկայություն մտնենք։ Ցեվականներ, իրեն ծիսականներ, կորցնականներ, օրենք, մեկ բառով, օրենքի հնազանդությունը։ Եվ Հիսուսին համար միայն օրենքը կործատելը չէ, եւ քիչ հետ ավելի օրինակներ պիտի դամ։ Միայն օրենքը պիտի բահենք, միայն օրենքը բահելը չէ։ Չեմ ասել օրենքը պիտի չբահենք, սխալ չհասկացնենք։ Միայն օրենքը բահելը չէ, այլ մաքուր սիրտ ունենալն է, Աստվածաշունչը գսե, Աստված սիրտերուն գնայի։ Մենք ալ գսենք, չէ՞, մեր խոսակցության ընթացքին։ Եվ որ տեսենք մեկը սայտակած է, մեկը սխալ ընթացքի մեջ է, գնալ այդ մարդը կփորձե այդ սխալեն, այդ հանցանքեն դուրս գալ, չանք կտապե, եւ Աստված կտեսնե այդ չանքը։ Ով է արդարը, ով է անմեղը, որ գնա ուրիշը այբանել, որ գնա ուրիշը տադել։ Տադաստանը Աստծո ցկենք։ Աստծո ատովին վրան չփորձենք նստիլ չենք կնա նստիլ գայվինք։ Ուրեմն, եթե արդար ես Աստծո բաժինը ավ, որ անգարելի է։ Եթե արդար չես, ցիկա Աստված արդարությամբ ինք տալի։ Եթե արդար չես կնա տադել։ Եվ ուրեմն Աստծո սպասածը ինչ է։ Ինչը Աստծո գամքը, Աստծո գամքը մեր փրկությունն է։ Աստծո գամքը այն է, որ ընենք իրավու այն ինչ որ գուզենք ուրիշներ մեզ համար ընեն։ Հիսուս չսեր մի ընեք այն ինչ որ չեք ուզել ուրիշներ ընեն։ Ըվեք այն, բարիք գործեցեք, սիրեցեք, ներեցեք, ողորմություն ցույց տվեք, գավեք ցանկ։ Հիսուս այդ բոլորը ըվավ։ Հիսուս ավելին ըվավ։ Այլ խոսքով գուզեմ միտքս ստագեցնել։ Հիսուս չսավ, որ այս բանը չեմ ուզել ինձ հանդեպ այսպիսի բան ընեն, ես ալ պիտի չնեմ։ Ոչ։ Այլ ըվավ այն ինչ որ մարդը կսպասեր։ Այլ ըվավ գավեկցանքը, գադավեց, գադավեց իր սերը, ցույց տվավ իր սերը, ողորմությունը, կտավadությունը, ինչ որ մարդիկ ցեզի ընեն, դու գալ նույնը ըվեք անոնց։ Իսկական արդարությունը սիրտի եւ միտքի փոփոխությունն է։ Աստծո գամքն է, որ մեր սիրտը, մեր միտքը փոխենք։ Աստծո գամքն է, որ ապաշխարենք։ Վտանգավոր նույնն է։ Որովհետեւ այսօր դժբախտաբար ապաշխարությունը սխալ հասկացողություն ունի եւ գուզեմ իմ գավողության սահմաններում մեջ եւ դասարտներուն բացատրել թե ինչ է ապաշխարությունը։ Երբ որ ապաշխարություն լսեք, գտնակ իրավանցնել։ Հոգևոր է վերջ, այսինքն միայն պիտի աղոթե, այսինքն միայն Աստվածաշունչ պիտի գարտա, այս պիտի չնե, այդ պիտի չնե, հոս պիտի չերտա, հոն պիտի չերտա։ Այսպես տարածված է ապաշխարությունը, ինչ պատճառներով, ինչ շարժումներով պատճառներով, որոնք ապաշխարության Խաղապարը ապաշխարության ցանկի աբելագերբը փոխած են մարդոց մտքի մեջ։ Սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, ապաշխարություն չի նշանակել բադիժ։ Մեր Աստվածը բաժող Աստված չէ։ Ապաշխարություն չի նշանակել ինքնազրկում։ Ապաշխարություն չի նշանակել դու նտնստիր միայն եւ դու դկոցե։ Զրկանք։ Ապաշխարություն կնշանակե մեթանոյա միտքի նորոգություն։ Ցանկի ընթացքը փոխես։ Եթե դու ցույց կխոսեիր, սկսես ճշմարտությունը խոսել։ Եթե դու գանիցեիր, սկսես օրնել։ Եթե դու ասուցմե հեու եիր, մոդենաս ասուծո եւ քեզ ուրիշներ մոդեցնես։ Հավասարակշռված ըլլալ։ Այս է ապաշխարությունը։ Հոգեվոր կյանք ունենալ, բայց հավասարակշռված ըլլալ։ Ամեն գիվագի եկեղեցի երթալ, սուրբ հաղորդություն ստանալ, Աստծո հետ մտերմություն ստեղծել, Աստվածաշունչ բանալ եւ ընթերցել,
փորձել այդ աստվածաշունչի մեջ քիչ մխովանալ եւ տեսնել որ ինչ խորհուրդ կա հոն ինչ ունի Հիսուս քեզի ասել եւ ամեն օր համար մգարտացած ընթացքիդ ասես որ այսօր այս համարը պիտի փորձեմ 24 ժամվա ընթացքին ապել հաջորդ օրը ուրիշ համարը եւ ապաշխարություն կնշանակե Հիսուսին նմանիլ այս է վերջագետ Հիսուսին նմանիլ Հիսուսին չեն կնավ հավասարիլ բայց Հիսուսին կնանք նմանիլ իրավունք չունենք Հիսուսին հավասարելու չենք կնավ եթե ալուզենք բայց կնանք Հիսուսին նմանիլ Աստծո գամքը Հիսուսին նմանիլ է Աստծո գամքը անոր նմանությունը եւ բատկերը մաքուր բահել է բահել այնպես ինչպես ինք տվավ մեզի եւ կա դիվոջ տադաստանին ով է բիդեսե իմ դվադս ինչպես կվերադարձնես ինձ հալածանքներուտ ընտածքին գաբենք նույթին անարդարության ընտածքին հեվացավ ասուց մե անարդարության ընտածքին հավատքը դգարացավ անարդարության ընտածքին սկսավ ասել միտքեդ որ աստված չգա աստված խուլ է աստված գույվ է յանքի անարդարության ընտածքին ամբողջովին հեվացավ եկեղեցին ասելով ոչ եկեղեցի գերտամ ոչ ալ հույս ունիմ ոչ վստահություն ունիմ ոչ հավատք ունիմ եկեղեցականներուն հանդեպ գլսենք մեղականչներուն գասին այս բոլորը աբաձես կուզեմ շատ իրական լալ մեր արտահայտություններն են եւ մեր լսածներն են երբեմն մեր լսածները այս բոլորը ավեցավ բայց ատկե ցամոսակերին բես Վերադարձավ Աստծո ասելով Դերն է իմ հովիվս ուստի ովևէ մեկ բանի գավաթ պիտի չմնամ Դերն է ամրոցս Դերն է աբավենս Աստծուց մեզ զատ ուրիշ բաժավ չփնդվել Աստծո ուզածը Աստծո գամքը մեր փրկությունն է բոլոր այս անարդարությանց մեջ Աստծուց մեջ չհերանալն է այս անարդարությանց ընթացքին երկրի մեջ այս կյանքի մեջ արդարություն չկա Անարդարությամբ լեցուն է Եթե հալ 10 ժամ գաղոթես Եթե հալ ամեն գիվագ եկեղեցի գերտաս եւ ամեն օր գերտաս մոմ գվավես Եթե ամեն օր աստվածաշունչ կգարտաս անարդարություն գա որովհետեւ մարդը իր յանքը հանցնած է չավին Աստված թակավորն է աստվածաշունչի հասկացողությամբ չավը իշխանն է բայց կհաղթե թակավորը ամբողջությամբ այդ հաղթանակը վիկտորին Աստծո է Վերջավորությունն է, ավարտն է կարևորը Ինչպես պիտի ավարտեմ իմ կյանքս Որու ցերկեու մեջ պիտի ավարտեմ իմ կյանքս Պիտի փրկվեմ Եվանի քեզի եթե այս անարդարությանց ընթացքին Թիմանաս Եվանի քեզի եթե այս հալածանքներու ընթացքին դոգաս Ով մինչև վերջ համբերանի գա պիտի փրկվի Անոր է եւ ինքի արքայությունը Աստծո արդարությունը իմե գուքա Ոչ թե մեր պատկերացուցած արդարությունը Աստծո պետք է համարցնենք Արդարությունը Աստծուց մեկուկա Այս երկրի մեջ եղող արդարությունը որ չեմ գիտե գա Աստծո չհամարցնենք Այսինքն վերադառնանք փրկության Եվ այս հարցումին պատասխանը վերջացնելու համար Հիսուս շաբաթ օրով կոսացած ցերկով մարդը բժշկեց Օրենքին դեմ անհնազանդություն կնկատվեր Օրենքի ուսուցիչներուն է փարիսեցիներուն արդարությունը այս է Օրենք հարկել իրենք այս է Եվ եկան Հիսուսը տադաբարդելու Տուն ինչ իրավունքով շաբաթ օրով գործ կկատարես Քանի որ հրյաներուն համար շաբաթ օրը միայն հանգիստ օր է փամ ջաշ նույնիսկ չէին եպեր Կոսացած ցերկով մարդուն բժշկություն կկատարեր Հիսուս Հիսուս կսե որ եթե ցեր ոչխարները մեկը ինգած լավ պիտի չվերցներ Մարդը ոչխարեն ավելի կարևոր չէ Դուք օրենք բահելու համար մարդը կոսացած պիտի ցկեք Ձեր օրենքին համար որ միայն օրենքով կքալեք Ոչ սիրտենիդ մաքուր է ոչ արդարություն գնեք ոչ ողորմություն գնեք օրենք պիտի քալեցնեք Եվ Հիսուս ինքն է բժիշկը Եվ բժշկեց կոսացած ցերկով մարդը Հիսուս շաբաթ Ովն է ավելի վեր է Շաբաթ ովը մարդուն համար է և ոչ թե մարդը շաբաթ ովան համար է Ուրեմն Հիսուս ցույց տվավ որ շնորհքը ողորմությունը սերը մարդուն փրկելը
իր կոսացած ըլլալեն իր հիվանդություններն մեղքով հիվանդություններն օրենք են բարձրը արդարություն եւ օրենք միասին գուկան եթե օրենքը չհարգես այսօրվան հասկացողությամբ արդարությամբ կբաճվես բայց Հիսուսին համար դա ապեր է Հիսուս կսե որ եթե արդարության համար կհալածվես եւ գինքի արկայություն մի մտնես ոչ թե օրենքին համար կհալածվես արդարության համար որն արդարության արդարության համար այլ խոսքով բազենք շատ հստակեցնենք եթե Հիսուսին համար կհալածվես մի դեպդնչավ մի նեղանար ուրախացիր փակ լվասուձով որ իրեն համար կհալածվես եւ գինքը արկայության մեջ դեր ունես Ոստե գյանքը կանի դավե 67 80 110 հետո օրենք եւ փողը վերադառնանք բայց արկայությունը հավիդենականն է եկեք հավիդենական գյանքին համար արվենք նույնիսկ եթե գալացünk Շատ բարի շնորհակալ ենք հայ սուրբ առնենք մեր տատարը Շատ բարի սիրելիներ, անոնք որոնք մեզի նոր միացան, բարձաբես հիշեցում մնե որ կգադարեմ, հայր ավիդիկն է որ այսօրվան մեր հյուրն է և գխոսի արդարության մասին, սակայն աստվածաշունչի բրիսմագեն դիտված։ Շարունակելով հայ սուրբ, արդարությունը հասկացանք աստվածաշունչի բրիսմագեն դիտված։ Սակայն ինչպես գրնանք զայն մեր առօրյա կյանքին մեջ գործնականի վերածել։ Արդարությունը գսկսի մեր մեջ են, որովհետև Հիսուս մեր մեջն է և ինքն արդարը, ինչպես կճարճսինք, գշարնակվի դան մեջ և գվգայվի գիվակործվի մեր ընգերություններու մեջ։
Եվ եթե այս երեք դերերը չգան այդ արտավության գաղափարը, եթե արտավություն չեն գաղած, մենք չենք կրնա արտավելալ։ Բայց հիմա չեմ ուզև շատ այդ կոմեր տալ, որովհետեւ սխալ չհասկացվենք։ Բիդի պերեմ օրինակ մը աստվածաշունչեն եւ բիդի գաբեմ մեր կյանքին։ Ո՞մ օրենքի ուսուցիչները, պարիսեցիները, ինչպես քիչ հանդիպեցանք այս խումբերում եւ տեսանք, որ իրենց համար օրենքն է գարեվորը, իրենք օրենքով գաբին։ Եվ պերին գինը, որ շնացած է Հիսուսին արջև։ Եվ ասեմ, որ մենք այս կնոջ բռնեցինք շնության մեղքին վրա եւ պիտի կարգոցենք։ Մեր օրենքը գսե կարգոցելով պետք է մերցնենք զինք։ Որոմություն չկա օրենքը։ Իրենց համար արտարությունը այդ է։ Այս է հետևանքը։ Հիսուս նույնիսկ անոնց երեսին չնայվ։ Կեդին նայելով, գշանագե կեդին նայել եւ գսե։ Լավ։ Ցեզ մե ամերը տորն է դավաչին կարը։ Անգետ վև գնայի գտեսնե որ բոլորն ալ հեվացած են, կարևը նեդած։ Եվ գսե այդ շնացոր գնոջ։ Ուրեն կեզ կարգոցորները։ Եվ կբադասխանե որ բոլորն ալ հեվացան։ Հիսուս ոնդ կերեց օրեն գսե։ Մենք ընդանավես այս բատմությունը գանենք միայն այսքան, բայց ոնց կարևոր ավդահայդությունը գա։ Հիսուս գսե. Ես միակն եմ, որ գնամ թադաբավդել քեզ, որը միակ արդարն է, բայց գնա ասկետ մի մերանչը։ Եվ Հիսուսի այս ավարքին հետևանքը գիտեք ինչ է արդյունքը, Մարիամ Մագդալենացի ինչ բլուր դվավ։ Ավակյալները Հիսուսի հետ էին, երեք դավիներ շարունակ։ Հիսուսի կավոսխոսությունները դեսան, լսեցին նևոտուն, հրաշքները դեսան, և Հիսուսին հետապեցան։ Եվ Հովանես ավակյալ սիրելին, իրեն հետներ, մայրը հանցնեց իրեն։ Սակայն, ասոնց մե ով է, որ ավաչին Հիսուսին հավությունը փոխանցեց։ Մարիամ Մագդալենացին։ Այդ շնացողը գինը։ Դեսանք, որ այս պատմության մեջ են դեսանք, ողորմությունը մարդուն կյանքը կփոխե։ Ողորմությունը գծկե մինչև կողքոտակ ալես։ Ողորմությունը գծկե, որ Հիսուսին հավությունը դեսնես։ Ողորմությունը գծկե, որ Հիսուսին հավության կավոզիչը դառնաս։ Մեր ավերականքի մեջ ինչպես կրնանք արտավությունը կյանքի վերածել։ Ողորմություն ցուցաբերեցեք ընտանիքներում մեջ, դեպոցներում մեջ, եկեղեցիներում մեջ, ընկերություններում մեջ, հաստատություններում մեջ, ամենտեղ։ Եթե գուզեք արտավություն ընել, նախ ողորմություն ցուցաբերեցեք։ Ողորմություն գուզեմ է ոչ թե զոհ։ Մի զոհեք անձը։ Անձին հանդեպ ողորմած եղեք եւ այդ ողորմածությամբ կրնակ այդ անձին կյանքը փոխել։ Եվ արտավություն գուզեք։ Նախ դուք ձեզի հաճուցեք ես արդար եմ, նախ ես իմ անձիս հետ արդար եմ։ Ընդհանրապես մենք պատրաստ ենք անձերու մասին վկայություններ տալու։ Եթե բոլորը մեկտեղ հավաքենք եւ ասենք. Կրե Հայր Ստեփանոսի մասին, կրե Հայրավետիքի մասին, կրե այսինչի մասին, չեմ ուզել շաններ տալ, գնան էջերով կրել, շնորհակալ ենք անորմալ, բայց եթե ասենք կրե քո մասիդ, ո՞ր կամի դիգավենա կրել։ Եթե մենք մեր անձը չենք ճանչնալ կնշանակեն, չենք կնալ նախ մեր անձին հետ արդար լալ։ Եթե դու չես ճանչնալ փամը, ինչպես կնաս անոր հետ արդար լալ, արդարությամբ կալել, արդար վճիր դալ։ Եթե չես ճանչնալ ինչպես արդար վճիր դալ։ Кейսը պիտի առնես, պիտի վերլուծես, պիտի նայես, հետաբնտես, ատկե յետք է որ վճիր պիտի դաս արդարությամբ։ Եթե դու քո кейսը չես ճանչնալ, ինչպես պիտի գավենաս արդար լալ կանցիդ հանդեպ։ Ուրիշով չսպարինք մեր ավերականքի մեջ։ Մեր անձով սպարինք։ Եվ որ բոլորս եկո Տադաստանին Աստուծո առջև գանքնիկ Աստված պիտի չսե մեզի,
Հայր Ստեփանոս ինչու հայվավետի կսնայմ ինձ։ Ոչ։ Քեզի վստահած ցանկես ինչպես ավեցավ ինչու։ Եվ հոն ես իմ անցից պատասխանատուն եմ, ուրիշ անցին պատասխանատուն չեմ։ Եթե գուզես արդավ լալ, տուն կո անցիդ հանդեպ արդավ եղի, եթե ամեն մարդ իր անցին հանդեպ արդավությամբ մոդենա արդեն լավ պայմաններով մեջ կայենք բոլորս։ Պերին օրենքին համաձայն պիտի կարգոծեն։ Լավ եթե դուք օրենքով այդքան հետաքրքրված եք, շնության վրա բռնեցիք, չէ՞։ Երկու անց կլան շնությունը նորը ով է դա համարդը։ Հիսուսը փոխելու եկած եք։ Այսօր մենք ալ դժբախտաբար կփոխենք Հիսուսը։ Հիսուսին ողորմությունը չփոխենք։ Հիսուսին սերը չփոխենք։ Հիսուսին կտավադությունը չփոխենք։ Հիսուսին արտավությունն ալ չփոխենք։ Հիսուս միշտ ներկայացված է իբր ողորմած կտավատ եւ քիչ այդ օրինակները եւ բոլորը միան ադիգա շեշտեցի։ Ես ալ մեջը լալով։ Այդպես է կեպը մարդիկ գուզենք այդ տվական պոզիտիվ բաժինը դեսեն գնալը մենք մեզի մխտավելու համար բայց Հիսուս Աստված որքան ողորմած է նույնքան արդար է որքան արդար է այնքան ողորմած է անով համար գսենք որ ողորմությամբ թադե եւ ոչ արդարությամբ Աստված եթե արդարությամբ թադե ոչ ոք կարժանա նաեւ քինքարության Աստծո ողորմությունը գխնդրենք Սիրելի հետևողներ, եթե Աստծո ողորմությունը գխնդրես, ինչու տուն ողորմած չես։ Գնշանակե տուն Աստծո մեջ փամը գխնդրես, որ քեզի հանդեպ ողորմած ըլլա։ Ուրեմն այդ խնդրածիդ համացայն ինչու չես արբի։ Տունալ ողորմած եղի ուրիշին հանդեպ, ինչ որ գուզես ուրիշներն են քեզի տունալ նույնը է անոնց։ Եթե գուզես Աստված քեզի հանդեպ ողորմած ըլլա, տունալ ողորմած եղի։ Եթե գուզես Աստված նվե քեզի տունալ նվե ուրիշը։ Եթե գուզես Եվգինքի արկայությունը ժառանգել Ուրեմն օգնե ուրիշներուն ալ որ այդ ճամփան բռնեն օրենքներ միտնև յանքի մեջ եւ այդ օրենքով առաջնորդես բոլորը քեզի պիտի չհամարին այլ գարտա Աստվածաշունչ դες Հիսուս ինչպես ավեցավ դες Հիսուս ինչպես վերապերեցավ դες Հիսուսին աբելագեբը վավելագեբը եւ անով համացայն աբերը եթե գուզես նմանիլ Հիսուսին Պետք է ավետարան գարտաս եւ այն ադեն գտնաս Հիսուսին համացան արվել։ Եվ եթե բերածեն կովդ մարդիկ մեգա որ կարգոծեցինք գամ եթե տունգուզես մեգա կարգոծել հոմ պիտի դեսնես որ այդպես պիտի չնես որովհետեւ տուն քեզի պիտի հարցնես հիմա Հիսուս ինչ պիտի աներ ես անուն անեմ պիտի ասես որ ես ալ կնեմ քեզ ինչպես Հիսուս կնեմ զիս Ուրեմն, եթե գուզենք արդարությունը այլ խոսքով, Աստծո գամքը մեր ավավյա կյանքի մեջ արվել փրկությունն է։ Սպառենք մեր փրկությամբ, աղոթենք ուրիշին փրկության համար, չտադենք իրար, օրենքներ չփանեցնենք իրարու նկատմամբ, այլ ինչպես որ գուզենք Աստված ողորմած ըլլա մեզի հանդեպ մենք ալ ողորմած ըլլանք, ինչպես որ Հիսուսի մեկ այս ավարքը ասելով ես միակն եմ որ գնամ տադաբավդել քեզ բայց գնա ասկետ մի մեղան չէ եւ դարձավ Հիսուսի հարության կառուցիչը գնանք մենք ալ մեր նվողամուդության ողորմության ավարքով մարդոց կյանքը փոխել Շատ բարի հայ Սուրբ վերջաբես վերջին հարցումը Դուք իբրև երդասարդ հոգևորական ինչ սրդի խոսք ունիք փոխանցելիք մեր այսօրվան երդասարդուիներուն ունգընտիրներուն եւ ագընտիրներուն Սիրելի երդասարդ եւ երդասարդուհիներ դավեգիցներ սիրելիներ խավատ չէ սրդի խոսք եթե սրդի խոսքը գուզեմ փոխանցել գուզեմ ավետարանեն ամենեն վտանգավոր խոսքերը մեկը ասել Ինչպես որ սկսանք այդպես ագուզեմ վերջացնել Ես կյանքիս մեջ Աստուծո հանդեպ հավատքս բահած եմ Գուզեմ ձեր փոխարեն Ձեզի բես մտածել որովհետև ես ալ ձեզի բես եմ մենք դարբեր չենք եւ այդ մտածումներով առաջնորդել այս վերջին բաժինը Իմ հավատքս հույսս վստահությունս Աստուծո հանդեպ բահած եմ
Եկեղեցի կհաճախեմ, գաղութեմ, փավիկ կկործեմ, ողոմուտուն գնեմ, բայց գյանքս դագավին պետք եղած դերը չէ հասած այդ երջանկությունը չունիմ, այդ անկեղծությունը չունիմ, բայց Հիսուս շատ ավելի վտանգավոր բան գսե, ով դև գսե, չի նշանակել, որ երկինքի արքայություն մի դեմտնե, և գսե, հևացեք ինձ մետ դուք բոլորդ, որովհետև չավիկ կգործեիք, եթե ես ամեն օր Աստծո գաղութեմ, հիմա պիտի հասնեմ գետին, եթե ես ամեն օր Աստծո գաղութեմ, եկեղեցի գերտամ, բայց իմ գյանքս Աստծո կամքին չի համաձայնիվ, եթե իմ գյանքս աստվածաշնչական սկզբունքներուն, քրիստոնեական, փավեական սկզբունքներուն չի համաձայնիվ, մինչև վանալ դևսենք չենք պերպևի։ Ուրեմն, եթե սրդի խոսքը գուզեմ փոխանցել, հետևյալն է, քիչ առաջ ասի, բայց հիմա գուզեմ շեշտել, եկեք Հիսուսին նմանենք։ Բահեցողության շրջան է։ Բոլորս բախքի մեջ ենք։ Բահեցողության շրջանի մենք կմտածենք ինչ ուդեմ, ինչ չուդեմ, ես ինչ են զրգեմ, համոզում է, բայց եկեք այս բահեցողության շրջանին ծևը փոխենք, ինչ ավելի ընեմ, և ոչ թե ինչ են ավելի զրգեմ ես ինձի։ Ես ինձի միսեն գուզեմ զրգել, սիվացներս պիտի զրգեմ, ես կաղցերեն շատ կսիրեմ, գնամ կաղցերեններն զրգել ես, գրդամ սիվել ուրիշ պամը և ես ինձ այդքեզ զրգել, գավեվով են այս բոլորը, զրգենք, եթե այդպես գուզենք, ընենք, բայց ինչ ունիս ավելի դալիք, գրնաս ավելի նևել, գրնաս ավելի սիվել, գրնաս մարդոց ավելի օգտակար դառնալ, գրնաս թշնամին նկատածիդ քո վերթալ և ասել, որ երկու մեր հարաբերությունը շտկենք, տուն իպեր ծնող գրնաս ավելի հայրություն ունել, գնաս ավելի մայություն ունել, տուն իպև զավակ գնաս ավելի ծնողքի տնազանդ ըլլալ, տուն իպև միութենական գյանքի մեջ գնաս ավելի նվիրված ըլլալ, գնաս եկեղեցու գողքին ավելի ըլլալ, գնաս ավելի գավեկցանք ցույց տալ, այս է բահեցողությունը, բահք, այսինքն բահել, մենք մեզի ինչեն հևու պիտի բահենք, այսպես միշտ կմտածենք, բայց մենք մեզի միայն հևու պետք չէ բահենք, մենք մեր մեջ ինչ պետք է ավելի բահենք, Հիսուսը ավելի բահենք մեր մեջ, Հիսուսին խոսքը ավելի բահենք մեր մեջ, Հիսուսին խոսքը ավելի ապրենք, և անգե ետ մտածենք ինչ մեր կյանքեն դուրս պիտի բահենք, որովհետև եթե Հիսուսը ավելի բահենք ինքնաբերաբար շատ մի բաներ դուրս կելեն, որովհետև չի գնար փավին և չավը նույն դերը ըլլալ, չի գնար լույսը որ գա հիմա մուտություն չգա խավար ըլլալ, այնքան ադեմ որ Հիսուսը ավելի ունիս կյանքիդ մեջ ավելի կբահես, ավելի ժամանակ կդրամատվես, ավելի կփորձես իրեն նմանիլ, ավելի իր խոսքը կգարտաս և խոսքը կյանքի կվերածես մանավանդ, կնշանակե որ դու հաղթանակ կդանես չավին վրա, բադևազմ կմղես չավին թեմ, եկեք բահեցողության ընթացքին բադևազմ մղենք չավին թեմ, չավը միշտ բադևազ կփանա մեզի թեմ, այս անգամ մենք իբրև Հիսուսի հետևողներ մենք բադևազ փանանք չավին թեմ, ասելով Հիսուս որսավ ես հաղթեցի աշխարհին ու աշխարհայինին, աշխարհիգին, այս անգամ ես պիտի հաղթեմ քեզի, պիտի հաղթեմ Հիսուսը իմ կյանքիս փրկիչը հայտարարելով, պիտի հաղթեմ Հիսուսը իմ կյանքիս գետոնը դարձնելով, պիտի հաղթեմ Հիսուսին ավելի մոտենալով, պիտի հաղթեմ Քրիստոսը իմ մեջս բահելով և Քրիստոսին կամքին հնազանդելով, մեծ բախքի շրջան է, եկեք վերադառնանք Աստծո, հոգևոր կյանքի վերանորոգման տարի է, եկեք Հիսուսով վերանորոգենք մեր հոգևոր կյանքը, մեր հոգևոր կյանքը կվերանորոգվի և որ ուրիշներուն հոգիներուն համար աղոթենք մարդոց փրկության համար, նույնիսկ եթե աղոթես, նույնիսկ եթե պարիկ կգործես, նույնիսկ եթե եկեղեցի գերտաս,
չի նշանակե, որ Հիսուսը ունի սկուգյանքիդ մեջ։ Եվ գուզեմ ավարտել հետևյալ կաղապարով, որովհետեւ հստակեցնեմ ասածս, կայտակության բաժավ չտառնա։ Անաստվածն ալ գնա բարեգործություն գարավել, անաստվածն ալ գնա հիմա ետալ եկեղեցի մտնել, նույնիսկ եթե չհավատավ։ Գուզե եկեղեցու ուսումնասիրությունը անել, նայել պատմականին։ Անաստվածն ալ գնա մարդոց կավեկցանք ցույց տալ։ Անաստված չնշանակե անզգամ, զգացում չունենալ։ Անաստվածն ալ Աստծո հանդեպ հավատք չունի, գնա մարդոց կողքին ըլլալ, մարդոց փավիկ գործել։ Անաստվածն ալ գնա բահեցողություն գարավել։ Ամեն ինչ կգնանել մեզի պես։ Բայց մենք իբր Հիսուսի հետևողներ ինչ շապերտում ունենանք, մենք այդ բոլորը պիտի անենք, այո։ Բայց մենք եթե Հիսուսը ունենք, չենք գնալ անոնք չնել։ Հիսուսին բես ապևիլ, Հիսուսին նմանիլ։ Եվ հոսևով Հիսուս կսե մեզի։ Ովով դև գսե ինձի չի նշանակե, որ եկին կարգարտում պիտի մտնե։ Միայն խոսքով չէ, կործով։ Կործով ցույց տուր, որ Հիսուս քու դևդ է։ Խոսքով ցույց տուր, որ տուն Հիսուսին զավակն ես։ Խոսքով ցույց տուր, որ տուն Հիսուսին պերգություն ուզես։ Կործով ցույց տուր, որ տուն Հիսուսին պերգություն ուզես։ Ամեն ինչ կործով ցույց տուր։ Խոսքը գուկա եւ կանցնի, կործը գմնա, կործով ցույց տուր եւ մարդիկ թողսեն, որ այս մարդը դապեր է։ Եվ այդ դապերը թողլա Հիսուսին ներկայությունը քու կյանքիդ մեջ։ Այն ադենը որ դևսես, քեզի բդեսե տունես իմ հավատայեմ զավակս։ Եգուր, Եվանի քեզի կյանքիդ ընթացքին որ արտավության համար, արտավին համար հալածվեցավ, դիմացավ, լոգացիվ, մինչև վերջ համբերեցիվ։ Սիրելի եւ դասարտուհիներ, Աստծուց մե ամենեն առաջ համբերություն խնդրենք։ Այսօր համբերություն չունենք։ Բոլորս ալ Instagram կկործածենք, միան scroll գնենք։ Ավակ, պիտի անցնենք մեր օրը։ Աստծո հետ չենք գնալ scroll անել։ Աստված կսե որ մահմա, հանդավդիր, համբերե, դունքեզի եգուր, մդածե, եւ ես քեզի ճամփան ցույց պիտի դամ։ Աստված լավության մեջ կխոսի։ Մենք խոսենք եւ գսենք Աստված բամաճավ։ Լավ Աստվածը սելիկ ունի, սպասե, սելիկ ունի քեզի։ Էսի սկոլեվի ամեն ինչ անցուցիվ, հետո app-ը մավեցիվ գնացավ։ Այդպես չէ։ Աստված քեզի սելիկ ունի։ Բահեցողության շրջանը Աստծո ցայնը լսելու շրջանն է։ Եվ բահեցողության շրջանը Աստծո ցայնը լսելն է իր գամքը գադավելու շրջանն է։ Եկեք որովհետեւ գավենանք հասկանալ, թե ինչ կնշանակե արտավության համար հալածվել, բանանք ավետարանը եւ մեր աղոթքի մեջ ասենք. Ով Աստված, այնինչ որ ինձ համար անհստակ է, թող քեզմով հստականա։ Մեր աղոթքի կյանքի ընթացքին շատ սկսել չնենք, որովհետեւ պետք է քիդագից ըլլանք, եկեք քիդակցինք, թե Աստված ինչ կուզեմ ես մե։ Շնորհակալություն եղբայր Վարդգենիտ Կադար, Աստված ծեր հավատքին եւ գոչումի մեջ հաստատ բայ։ Փագել է առաջ մեր հայդակիրը սիրելիներ, ագանչալուրը լանք Դավիթ Մարգարեին Պերնով արդասանված Սաղմոսներեն հատվածը։ Ով Աստված, զիս ազադե, փութա ով դեր, օգնե ինձի, թող ամոթով մնան ու շփոթի մատնվին անոնք, որի մահս գուզեն, թող խայդարագվին ու ետ քաշվին անոնք, որ ինձի չարիք կգամենան, ամոթահար թող ետ դառնան անոնք, որ զիս կհեքնեին, թող հրջվին եւ ուրախանան բոլոր անոնք, որ քեզ կբաշտեն, փրկությանդ ցանկացողները թող միշտ ասեն, մեծ է դերը, քալով ինձի, ես աղքատ եմ եւ չքավոր, փութա ով Աստված, հասիր ինձի, օգնականս եւ ազատիչս տունես, դեր մի ուշանար, ամեն։ Փարի գիշեր եւ հաջելի ունգընտրություն։